Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է 7 ամիս պահվել է ԱԱԾ-ի պատվալում իր խոսքով ամենածանր պայմաններում։ Նա պնդել է 5 ամիս քնել է 42 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, իսկ 2 ամիս 15 աստիճանի տակ, դա որակելով առողջության համար վտանգավոր։ Կարապետյանը նաև նշել է, իր քաղաքական ակտիվությունը պայմանավորված է եղել Փաշինյանի գործողություններով, մասնավորապես եկեղեցու դեմ քայլերով։ Նա հերքել է նաև պնդումները, թե Ռուսաստանում իր հետ որևէ խոսակցություն է եղել, ասելով, որ նման դեպքում իրեն այդքան երկար չէին պահի։ Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ ուշ գիշերով դիմակավորված անձինք ձեռնաշղթաներ են անցկացրել եւ նրան բառացիորեն մի քանի քայլ տեղափոխել, դա որակելով մասկի շոու։ Հայտնի է, որ Թևանյանի խափանման միջոցը որոշելով դատական նիստը նշանակված է այսօր ժամը 12:00-ին։ Կուսակցության անդամները պնդում են, որ մինչ այդ երկար սպասելուց հետո նրա մուտքը քրեակատարողական հիմնարկ չի ապահովվել։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է, ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության առաջընթացը։ Սարջենթ եւ Լունդի ընկերության փորձագետները Երևանում ավարտել են նախնական տեխնիկատնտեսական գնահատումը։ Հայեկը նոր ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորներով փոխարինելու հնարավորության վերաբերյալ։ Ըստ հաղորդագրության առանձնացվել են Հայաստանի համար առավել նպատակահարմար 4 ամերիկյան տեխնոլոգիաներ։ Շեշտվել է, գործընթացը իրականացվում է ԱՄԳ-ի լավագույն փորձի եւ անվտանգության բարձր ստանդարտների հիման վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել падգամավորի 7 տեխնացուի գրանցումը։ Խոսքը վերաբերում է բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն ընտրական ցուցակի տեխնացուներին, որոնք ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։ ԿԸՀ-ում նշել են, դիմումները եղել են նոտարական վավերացմամբ եւ համապատասխանել են օրենքի պահանջներին։ Ընտրական օրենսգրքի համաձայն տեխնացուները կարող են ինքնաբացարկ ներկայացնել մինչեւ մայիսի 28-ը, ժամը 18:00-ն։ Ռուսաստանի վերահսկող մարմինները հայտարարել են, որ Հայաստանից ներմուծվող մի շարք ապրանքների հետ կապված խնդիրներ են արձանագրվել։ Ռոսելխոզնadzորը նշել է, որ հարցերը վերաբերում են ոչ միայն ծաղիկներին, այլ նաև միրգ-բանջարեղենին։ Միաժամանակ Ռոսպոտրեբնadzորը սահմանափակել է ջերմուկ հանքային ջրի ներմուծումն ու շրջանառությունը, նշելով, որ ապրանքը չի համապատասխանում մակնշման տվյալների եւ պարունակության ցուցանիշներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ հերքել է պնդումները, թե Հայաստանի իշխանությունները պարտավորություններ են ստանձնել ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ։ Նա հայտարարել է, նման խոսակցությունները սուտ են եւ անձամբ երաշխավորել է, որ իր իշխանության օրոք Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցում չի լինելու։ Փաշինյանը նաեւ նշել է, վերադարձի թեմա չի լինելու ոչ Ղարաբաղի, ոչ Նախիջևանի, ոչ Բաքվի եւ այլ ուղղություններով, դա անվանելով կոնֆլիկտ, ոչ թե խաղաղության օրակարգ։ Նրա խոսքով նման թեմաները անհեթեթ են եւ քաղաքական շահարկման արդյունք։ Ռոսպոտրեբնadzորը հայտարարել է, որ Հայաստանից ներմուծված մի շարք ալկոհոլային ապրանքներ չեն համապատասխանում պարտադիր պահանջներին։ Խոսքը վերաբերում է Վեդի Ալկո, Աբովյանի կոնյակի գործարան եւ Շահնազարյան գինու կոնյակի տան որոշ ապրանքատեսակներին։ Ռուսաստանի Դաշնության վերահսկող մարմինը տեղեկացրել է, այդ արտադրանքի իրացումը կասեցվել է, իսկ առևտրի ցանցերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ։ Իրավիճակը ըստ պաշտոնական հաղորդագրության գտնվում է խիստ վերահսկողության տակ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակը շատ տարօրինակ եւ արտասովոր է, սակայն Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի մնալ ԵԱՏՄ-ում եւ զարգանա նույն տեմպերով։ Օվերչուկը նաեւ ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունն էլ է հաստատել կառույցում մնալու ցանկության մասին։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ վարում է ոչ բարեկամական քաղաքականություն։ Նա նշել է, որ Փաշինյանը ցինիկաբար շահագործում է Ռուսաստանի առաջարկած հնարավորությունները, միաժամանակ վարելով հակառակ քաղաքական գիծ։ Վոլոդինի խոսքով Ռուսաստանը շարունակում է բարեկամական վերաբերմունք ունենալ հայ ժողովրդի նկատմամբ, սակայն այլևս չի կարող լռել Հայաստանում ընթացող գործընթացների շուրջ։
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ եւ ծաղրական հայտարարությամբ արձագանքել է արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներին Հայաստանի շուրջ ռուսական ապատեղեկատվության մասին։ Նա նշել է, որ Եվրամիությունը ֆեյքերի մասին խոսելու փոխարեն ավելի լավ է դիտի վարչապետ Փաշինյանի հրապարակած տեսանյութը։ Զախարովան նաև պնդել է, որ Փաշինյանի մասնակցությամբ այդ տեսանյութը ոչ մի մատրյոշկա գործողություն չէր կարող հորինել, եւ դա անձամբ Փաշինյանի հրապարակած նյութն է։ Նա քննադատել է նաև Կրեմլի ձեռքի մասին պնդումները, դրանք անվանելով ֆեյքեր։